Աստծո, շնորհակալ ենք, որ նորից այստեղ ենք, շնորհակալ ենք, որ փոխադրվեցինք նոր տարվա մեջ եւ ուզում եմ մաղթել բոլորին, որ Աստծո հետ քայլեն նոր տարում եւ թույլ տան Աստծուն շատ բարին անել իրենց համար։ Amen. Ռուսները այսպես են շնորհավորում, ասում են «С Новым годом, с новым счастьем», այսինքն շնորհավոր նոր տարի, շնորհավոր նոր երջանկություն։ Հիմա ես ուզում եմ էդի մաղթեմ, որ գիտեք, մենք տարեց տարի աճում ենք, չէ՞, ավելի հասունանում ենք եւ ամեն տարի մեր պատկերացումները փոխվում է երջանկության մասին։ Հիմա հին տարում մենք ուրիշ պատկերացումներ ունենք, մաղթում եմ բոլորիս, որ մեր պատկերացումները երջանկության մասին ավելի մոտիկանան ճշմարտությանը, ճշմարիտ պատկերացումներին, որ նրանք, որ շատ արժեք չունեն, որ մենք կարծում ենք, թե դրանով են երջանկանալու, հասկանան, որ դրանք չեն երջանկացնում, այլ երջանկացնում է այն, ինչ որ իրոք Աստվածաշնչում է գրած, ինչ որ իրոք Աստված է մեզ ասել, մեր հարաբերությունները իրար հետ, ոչ թե ապրանքները, ոչ թե մեծ տունը, այլ սերը տան մեջ, թող թեկուզ փոքր տուներ դու, եւ երեխեքի հարգանքը, եւ իրար հանդեպ հարգանքը, այսինքն կարևորը սա է։ Այսօր մենք ուզում ենք ուսումնասիրել մի փոքր այն թեման, որ բաց ենք թողել, դաս 12-ը, Բ օրինաց գիրքը, երկրորդ օրինաց գիրքը նոր կտակարանում եւ հիշելու համարն է ոչ միայն հացով է մարդը ապրում, այլև ամեն խոսքով, որ Աստծո բերանից է ելնում։ Մատթեոս 4:4։ Ուրեմն ստեղ նշեք, որ նոր կտակարանի գրողների համար հեղինակություն եղել է հին կտակարանը։ Ոնց որ մենք սովորում ենք քոլեջներում եւ մեզ սովորացնում են, որ երբ որ մի բան գրում ես, դու երբեք չես կարող քո գլխից դուրս եկածը գրել, այլ պետք է քո գրածը հիմնված լինի էքսպերտների կարծիքների հիման վրա, որտեղ իրանք այդ բոլորը փորձեր են կատարել եւ քթել են։ Հիմա նույնը նոր կտակարանի գրողները շատ մասերում հենվել են հին կտակարանի վրա եւ այն եկեղեցիներում, որ նշվում են հին կտակարանը ձեզ պետք չի, շատ մեծ սխալ է, որովհետեւ նոր կտակարանում շատ համարներ կա հին կտակարանից եւ եթե մենք չիմանանք հին կտակարանը, մենք չենք կարող հասկանալ նորը։ Եվ ինքը Հիսուսը օգտագործում էր այդ խոսքերը, երբ որ նա մկրտվեց եւ գնաց անապատ 40 օր եւ ծովի մեջ էր եւ սովեց, Սատանան եկավ եւ նրան ասեց. եթե Աստծո որդին ես, այս հացերը, այս քարերը սարքիր հաց, եւ ինքը ինչպես միշտ գործում էր նույն ձև, ինչ որ Եվային մոտիկացավ, Եվան սոված չէր, Եվան լավ վիճակում էր, բայց ինքը մոտիկացավ եւ իր ձեռագիրը նույնն է մինչ այսօր կասկած ներմուծել մարդու մեջ Աստծո հանդեպ, Աստծո խոսքի հանդեպ, եւ ինքը մտածեց, եթե Եվային հաղթեցի, որ կուշտ էր այդքան, որ լավ վիճակում էր, ես անպայման կհաղթեմ, հիմա ասենց տկար վիճակում 40 օր սովելուց հետո, կարծում էր, թե շատ հեշտ կհաղթի, բայց չհաղթեց, ինչի շնորհիվ Հիսուսը ստեղ ցույց է տալի մեր հաջողության գաղտնիքը, ինչպես մենք կարող ենք հավատալ մնալ Աստծուն։ Ինքը ինչ է պատասխանեց Հիսուսը։ Այո, գրված է, որտեղ է գրված։ Երկրորդ օրինաց գրքում Հիսուսը շատ լավ գիտեր հին կտակարանը։ Եվ ինչ էր գրված։ Այս հիշելու համարը ոչ միայն հացով է մարդը ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծո բերանից է ելնում, եւ ինքը մեջ բերեց սա երկրորդ օրինաց գրքի 8-րդ գլխի 3-րդ համարը։
մենք պիտի օրինակ վերցնենք Հիսուսից, երկրորդն էլ նորից Սատանան տեսավ, որ Աստվածաշնչից է մեջ բերում, ինքն էլ փորձեց նմանակել եւ ասեց գրված է, ասում է, տարավ բարձր տեղ դրեց եւ ասեց գրված է, որ պաշտպանելու է Աստված, ոտդ քարին չի դիպչի։ Ուրեմն գցի քեզ այս բարձր տեղից եւ միանգամից քո փառքը կտարածվի, որ դու գցեցիր, բայց քեզ ոչ մի բան չեղավ։ Եվ Հիսուսը ինչ բան ասաց նորից Աստծո խոսքից գրված է, մի փորձիր, նաեւ գրված է, մի փորձիր քո Տեր Աստծուն, որտեղից էր այս համարը ինքը մեջ բերում։ Էլի երկրորդ օրինաց գրքից 6-րդ գլխի 16 համարը։ Նորից մենք սովորում ենք եւ սա Եզակի դեպքը չէր իր կյանքում, որ ինքը հրաժարվեց այդ շինծու թատրոններից, շինծու փառամոլությունից, որ երբ որ իր աղբերները ասեցին, ինչի քեզ ցույց չես տալի, որ դու Մեսիան ես իրոք, գնա փառք բեր քո համար, բայց ինքը նորից ու նորից հրաժարվում էր դրանից։ Հերովդեսը կանացրեց Հիվանդին, ասեց, այս Հիվանդին բուժի, ես լսել եմ, որ դու շատ բուժումներ ես անցկացրել, եւ ես քեզ բաց կթողնեմ։ Բայց Հիսուսը բուժեց ոչ, լռությամբ պատասխանեց, ինչի, որովհետեւ Հիսուսը զարգազով չէր բուժում։ Այսինքն մարդը իր հավատքով գալիս է եւ ստանում է բուժումը, բայց ոչ թե ոնց որ հիմա ֆոկուսներ են անում, տեսեք ինչ ֆոկուս արեց, այսինքն այդ չէր իմաստը, ինքը բուժում էր, երբ որ պետք էր, ոչ թե փառքի համար կամ չգիտեմ ինչի համար։ Եվ երրորդ անգամ, երբ որ Սատանան մոտիկացավ, ինչ ասեց, էլի խաբեց, ասեց, այս ամբողջ աշխարհի ինձ է տրված, չնայած ասած չիմաստում աշխարհի իշխանն է, երկրի իշխանը, բայց իրան տրված ինքը խլել է առաջինը, երկրորդն էլ միևնույն է Տերը Աստվածն է, ժամանակավոր ինքը ուզուրպացրել է, բայց Հիսուսը նորից իր ձեռքից խլեց մեր երկիրը իր զոհով։ Եվ նորից խաբում ասում, այս բոլորը ինձ է պատկանում եւ ցույց տվեց ամենագեղեցիկ տեսքով առանց մեղքի աշխարհի վիճակը։ Հիսուսը նորից չխաբնվեց, նորից հաղթեց։ Ինչով, էլի Աստծո խոսքով, էլի երկրորդ օրինաց 6:13-ից մեջ որ վախեցիր քո Տեր Աստծուց պաշտիր միայն նրան։ Ուրեմն սա մեծ դաս է մեր համար, որ եթե մենք ուզում ենք Սատանային հաղթել, ոչ թե մենք պիտի մոմ վառենք կամ թուղթու գիր անենք կամ չգիտեմ ինչ այն, նո, Սատանային հաղթելու ձևը միակն է, առաջինը Աստծո խոսքը իմանալ, երկրորդը լրջության վերաբերվել եւ իրագործել կյանքում։ Այդ ժամանակ Սատանը եւ կապը պաշտպանել աղոթքով, մշտապես Աստծո հետ, այդ ժամանակ Սատանան կփախչի ինչպես որ ստեղ փախչեց։ Հիսուս ասեց, ետից գնա Սատանա, եւ մեջ վերեց այս խոսքը եւ Սատանան փախչեց։ Փախավ։ Եվ Թագուհի ջան, եթե կարաս կարդաս երկրորդ օրինաց 10 գլխի 17-ից 19 համարները։ Երկրորդ օրինաց 10-րդ գլուխ 17 համար։ Քանզի ձեր Տեր Աստվածը Աստվածներուն Աստվածը ու Տերերուն Տերն է մեծ, հզոր ու հայր Աստված է, որ աչարություն չներ ու կաշառ չարներ։ Անիկա որփին ու որփեվային իրավունք կնե, պանդուխտը կսիրե անոր հաց ու հանդերձ կուտա, ուրեմն պանդուխտը սիրեցեք, քանզի դուք ալ Եգիպտացիների երկրի մեջ պանդուխտ էիք։ Քուտեր Աստծուց պետք է վախնաս ու զանիկա պաշտես ու անոր հարիս ու անոր անունով երթու մնես։ Քու պարծանքը տանիկա է եւ քու Աստված տանիկա է, որ քեզի համար այսպես ու սքանչելի բաներ նրան, որոնք դու քու աչքերով տեսար։ Շնորհակալություն։ Ուրեմն ինչ է ասում։ Ասում է մեր Աստված անաչար է, եւ ինքը ասում է պաշտեք ինձի, եւ դրանից առաջ ասում է ոնց պաշտեք։ Այսինքն որփին, որփեվարին տեր կանեն, բարության գործերով, իրար մասին հոգ տանելով։ Ինչ անդրե, ես կարամ ամբողջ օր ասեմ Աստված ջան, ես քեզ շատ եմ սիրում, ես քեզ պաշտում եմ, բայց եթե
այդ ընդհանրը խոսք է մնում, ինչով ենք մենք ապացուցում այս ուղղահայացերը, այսինքն դեպի Աստված, մեր հորիզոնական հարաբերություններով մարդկանց հետ։ Տարածիորեն այս աչառություն չի անում, ընդեղ գրած է Եբրայերում չի բարձրացնում իր երեսը, այսինքն ստեղ ինչ է նշանակում, երբ որ դատավորը լսում էր վկային կամ հենց նրան, ով որ մեղադրում է կամ ով որ մեղադրում է, ինքը չէր բարձրացնում եւ չէր նայում թե հետով է խոսում։ Ինչի, որովհետեւ եթե տեսներ, որ այդ մարդը հարուստ հանդերձներով է եւ այլն, միևնույն է, ինչքան էլ դու ամուր լինես, դա ինչ-որ տպավորություն է թողնում մարդու վրա։ Եվ դատավորը, որպեսի աչառություն չանի, ինքը գլուխը կախած է լսում, չէր նայում, թե ով է ասում, այլ լսում էր, թե ինչ են ասում։ Արդյոք փաստերը համընկնում է, թե չէ։ Շատ կարևոր է, չէ՞։ Եվ ստեղ նույնը այս օգտագործում Աստծո մասին, այսինքն ինչ է նշանակում այս համարը, որ Աստծո առաջ բոլորը հավասար են, որ ինքը միշտ ձգտում է անաչառ լինել։ Կապ չունի, այսինքն, եթե ես եկեղեցի եմ գնում, Աստվածաշունչ եմ կարդում, աղոթք եմ անում, բայց իմ կյանքում ցույց չեմ տալի պատուղներ Աստծո համար, ես Աստծո, այսինքն Աստված հատուկ սիրելիներ չունի։ Այսինքն այն ձևի սիրելիներ, որ ինչ ուզում ես արա, մեկա ես քեզ սիրում եմ, դες պապաներ չէ կամ Դավիթի օրինակով ինքը ասում էր սիրելի չէ Դավիթին, բայց երբ որ Դավիթը մեղ գործեց, ինքը ասեց օքեյ Դավիթ ջան, ոչինչ մարդ ես էլի, արեցիր, չէ, շատ խստորեն պատժվեց Դավիթը, հենց ինք իրա բերանով ինք իրան պատժեց, այսինքն Աստված անաչառ է, ուզում է անըտ հավատացյալ լինի, ուզում է անըտ բապտիստ, ադվենտիստ, չգիտեմ, հիսնական, ինչ ուզում է լինի, միևնույնն է, Աստված նայում է քո սրտին, քո գործերին, քո խոսքերին, այլ ոչ թե քո անունը ինչ է։ Այսինքն, եթե մեկը հավատացյալ է, մյուսը անհավատ եւ այս հավատացյալը ճնշում է անհավատին, ում կողմից կլինի Աստված։ Իհարկե անհավատի կողմից։ Ճնշվողի կողմից է միշտ Աստված, միշտ։ Ստեղ խոսքը չի գնում, որ պարզում են թե Աստված կա թե չկա, չէ։ Ուղղակի հասարակ սուտ ես ասում այդ մարդուն, կամ պիտի ասենք $20 աշխատավարձ տայր, $10 տվեցիր, խաբեցիր, ճնշեցիր այդ մարդուն։ Եվ հիմա շատ հավատացյալ մարդիկ կան, որ գործատուներ են, բայց շատ ցավալի վիճակ է, որ շատ ցածր են վճարում, այսինքն արդարացի չի, որ Աստված ասում է կահահակի բանվորը չէ։ Հիմա ասե ինչ է ասում, Աստված հասկացվում է, որ խոսքով չի, որ դու հավատացյալ ես։ Դու պիտի Տեր կանես, նրանց ովքեր Տեր չունեն, օգնես նրանց, ովքեր օգնություն չեն, այդ է նշանակումից պաշտելը։ Ոչ թե ամբողջ օր Աստվածաշունչ կարդալ կամ աղոթքալ, իհարկե դա պետք է, բայց պետք է իրագործել քո կյանքում։ Ուրեմն սովորեք Աստծուց արդար լինել, երբեք մարդուն, ինչա որ ասենք, դա իմ մոտիկն է, կամ չգիտեմ, իմ ընկերուհին է, կամ չգիտեմ, իմ երեխես է, ես այն մյուսին գցեմ, սուտ ասեմ, չէ, իմ երեխես արդար է, անարդար է։ Այսինքն մենք պիտի Աստծո պես լինենք եւ հիշում ենք, որ Իսահակը ջոկողություն դրեց իր երեխեքի մեջ, Եսավին ավելի շատ սիրեց եւ ինչի հանգեցրեց, դա շատ վատ հետևանքների չէ հանգեցրեց։ Բայց ցավոք Հակոբը չդաստիարակվեց, ինքը էլի իր երեխեքի հանդեպ էլի հավասար չէ, անաչառ չեղավ, ինքը Հովսեփին ավելի շատ սիրեց։ Այսինքն եւ ինչ դժվարությունների առիթ դարավ, չէ՞, Հովսեփի համար եւ փչացնում էր Հովսեփին։ Դրա համար Աստված թույլ տվեց, որ ինքը հեռանա։ Ուրեմն եթե ուզում ենք դժվարություններից հեռու լինենք, ինչքան կարող է անաչառ եւ արդար վարմունք ունենանք մարդկանց հանդեպ։ Եվ Թագուհի ջան, խնդրում կարդա Գաղաթացիներ 3 գլխի, չէ, 1-ից 14-ը շատ երկար, մենակ մի հատ համար կար։ Գաղաթացիս 3:10
Ավելի շուտ երկրորդ օրինաց 27 գլխի 26 համարը որ կարդաս, որտեղ Պողոս Արաքյանը Գաղաթացիների մեջ գրում է 3:10 մեջ, ովքեր որ օրենքի գործերով են անեծքի տակ են, եւ հետո մեջ է բերում երկրորդ օրինաց Ոստի գրքի 27-10 27-26 երկրորդ օրինակ։ Անիծյալը լա ան, որ այս օրենքին բոլոր խոսքերում մեջ չի կենար, որ զամոք կատարե, բոլոր ժողովուրդը ամեն թողս է։ Ահա, այսինքն ամեն մարդ, որ խախտում է օրենքը, անիծյալ է։ Այսինքն պատժի է, չէ՞, ենթարկը ասում է մեղքի վարձքը մահն է։ Բայց հետո Գաղաթացիս գրքում այդ երևի այդ մյուս համարների մեջ է, որ ասում է, որ Աստված մեր փոխարեն դարձավ անեծ, որպեսզի մեզ անեծքից ազատի։ Գաղաթացիս 3:14-ը Որպեսի Աբրահամին օրհնություն հեթանոսների վրա լա Քրիստոս Հիսուսով, որպեսի մենք ալ հոգին խոստումները առնենք հավատքով։ Այսինքն մի ուրիշ տեղ ասում է, որ Հիսուսը ինքը անեծք դառավ, որպեսզի մենք ազատվենք այդ անեծքից։ Ինչ նկատի ուներ։ Մեղքի վարձքը, Բասնզի անոնք, որ օրենքին կործերեն են, անեծքի տակ են, վասի քրված է թե անիծյալն ամեն մարդ, որ օրենքին քրքին բոլոր քրասեն մեջ չի գնար, որպեսի զամոք կատարե։ Անիծյալը ան, որ օրենքին մեջ չի գնար, որ մեկ օրենքին մեջ չի գնար, Աստծո օրենքի մեջ չի գնար։ Եվ ստեղ այդ համարը կա, որ այդ Գաղաթացիս գրքի մեջ, որ ասում է, որ Հիսուսը մեր փոխարեն դառավ անեծ։ Այսինքն մեղքի վարձքը մահն է, եւ ինքը մեր փոխարեն մահացավ։ Հիմա մարդիկ հարց են տալի, Հոսե, Քրիստոս մեզ ծախու առավ օրենքին անեծքեն, ինչ մեզի համար անիծվեցավ, վասի քրված է թե անիծյալ է ան, որ փայդե կգաղթվի։ Okay, so ինչ է նշանակում մեզ համարը։ Մենք պիտի մեռնենք, բայց ինքը մեր փոխարեն մեռավ եւ մարդիկ տարակուսում են ասում են, okay, եթե Հիսուսը մեռել է, մենք չպիտի մեռնենք, ինչ է շարունակում մեռնել, կապ չունի դու արդար կյանքով ես ապրել, ոչ արդար։ Ստեղ խոսքը գնում է երկրորդ մահվան մասին, երբ որ մենք Աստվածաշունչ ուշադիր կարդանք, կտեսնենք, որ երկու մահ կա, առաջին եւ երկրորդ։ Այս մահը առաջին, որ բոլորը մեռնում են, դա ժամանակավոր մահ է, այսքան քնած է հողի տակ, այդ նշանակում է, որ իրանց ժամանակը probation-ը բրծավ, ինչքան որ Աստված իրանց ժամանակ էր տվել, հիմա իրանք սպասում են, իրանց դատաստանը եղել է թե պիտի լինի, իրանք սպասում են, որպեսզի զարթեն եւ վերդիկտը լսեն, որոշումը իրանց մասին, իրանք գնում են արդյոք հավիտենական կյանք, թե հավիտենական մահ։ Եվ հենց այս հավիտենական մահից էր, որ Հիսուս ազատեց։ Ինքը խաչի վրա մեռավ երկրորդ մահով, հավիտենական մահով։ Եվ ինչպես որ կարանք համեմատենք դատապարտյալի հետ, որ մեկին ինչ-որ մի բանում դատապարտում են եւ ժամանակավոր պահում են բանտում, մինչև դատարանը դատը լինի, որպեսի փաստերը հավաքվի եւ բարձ լինի, մարդը իրոք արել է, թե չի արել, անմեղա թե մեղավոր տվյալ հանցագործության մեջ եւ իրան պահում են բանտում մինչեւ որ դատը կայանա եւ որոշումը կայացնի նույն ձև էս առաջին մահը դու քնած ես սպասում ես մինչեւ որ լինի սո չշփոթենք որպեսի դրա համար միշտ խորհուրդ ենք տալիս որ Աստվածաշունչ կարդաք որպեսի ամեն հարցի պատասխան կա Աստվածաշնչում եւ Բ օրինաց 18 գլխի 15-ից 19 համարում Մովսեսը ասում է, որ ինձ նման մի մարգարե կհանի Աստված, ինչու էսի ասեց, որտեղ մարդիկ վախենում էին իրանք ազնապես Աստծո հետ շփվելով եւ ինչ ասին Մովսեսին, ասին դու իրանից լսի մեզ ասա։ Եվ Մովսեսն էլ այսքան մարդիկ հասել էին այդ կետին, որ գիտեին, որ Աստված սուրբ է, իրանք անսուրբ են եւ պետք է մեկը մեջտեղում, որ իրանց միջնորդություն անի Աստծո հետ։ Եվ դրա մասին խնդրեցին եւ այս մեծ promise խոստումը տվեց Մովսեսը, որ մի վախեցեք, այդ միջնորդը գալու է եւ ինչ որ ասում է ինքը ասի,
իրան լսեք եւ կատարեք, որ Աստծո ներկայացուցիչն է։ Շնորհակալ ենք Աստծուց, որ արդեն կատարվեց այդ խոստումը եւ իրագործվեց, եւ Հիսուսը հաղթեց խաչի վրա եւ մեզ ազատեց, եւ ամեն մեկը հնարավորություն ունի այսօր ընդունելու այդ զոհը եւ փրկվելու հավիտենական կորստից եւ Աստծո հետ հավետ ապրելու նորմալ կյանքով, ոչ թե մեր այս ինչ որ մենք տենում ենք։ Եվ վերջում Եբրայեցիների 10:28-ից 31 համարը Արդարը հավատքով պիտի ապրի, եթե մեկը ետ քաշվի, իմ հոգիս անոր պիտի չհաճի։ Բայց մենք ետ չենք քաշվի, որ կորսվենք, հապա կհավատանք, թե մեր հոգին պիտի փրկվի։ Այսինքն էսից զգուշացում է ում հավատացյալների, նրանց ում որ շատ է բացված։ Ասում մի կարծեք, թե դուք արդեն ապահով եք։ Ասում որ օրը որ հետ քաշվեք, փրկությունը ձեզանից գնում է։ Այսինքն մինչև կյանքի վերջ նորից կրկնենք, որ մինչև կյանքի վերջ ամեն կետի էլ մենք կարող կրկնենք, եթե չհետևենք Հիսուսի օրինակին եւ ինձ չբռնենք Աստծո ձեռը եւ չքայլենք իր ճանապարհով։ Ուրեմն այս ամբողջ վարտալի ժամանակ մենք բարձեցինք, թե իրոք ինչքան երասյակի ժամանակ մենք բարձեցինք, թե ինչքան կարևոր է 5 կտակարանը մեր համար, որ մենք առանց 5 կտակարանի, մանավանդ առանց առանձին գրքերի չենք կարող հասկանալ։ Եվ շատ մեջբերումներ կա նոր կտակարանի մեջ 5 կտակարանից, եւ ուրեմն այդ շատ սխալ պնդում է, որ մենք կարիք ունենք միայն կարդալու նոր կտակարանը, եթե միայն նոր կտակարան ուսումնասիրենք, մենք շատ հարցեր չենք հասկանա եւ չեն էլ հասկանում եւ իրանց սեփական ինտերպրետացիան են տալի եւ մարդկանց գցում են մոլորության մեջ, որտեղ ամբողջ Աստվածաշունչը իր նոր կտակարանը հիմնված է 5 կտակարանի վրա։ Ուրեմն թող Աստված մեզ օժնի, որ մենք սա հիշենք եւ հետևենք այն բոլորին, փորձենք իրագործենք այն ամեն ինչը, որ սովորում ենք Աստվածաշնչից եւ չարհամարենք Աստվածաշնչի ոչ մի մասը եւ զգուշությամբ ու ուշադրությամբ ուսումնասիրենք եւ իրագործենք մեր կյանքում։ Ամեն։ Ամեն։